Ողջույն, ես Նաիռան եմ, Excelist Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am-ը։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Նախորդ դասին մենք ստեղծեցինք դատաբազա և աղյուսակ և ավելացրեցինք այդ աղյուսակի մեջ տվյալներ։ Իսկ այսօր սովորելու ենք ինչպես փոփոխել տվյալները աղյուսակում update հրամանով, ինչպես փոփոխել աղյուսակի կառուցվածքը alter հրամանով, ինչպես ջնջել աղյուսակի տողերը delete և truncate հրամաններով և ինչպես ջնջել աղյուսակը կամ դատաբազան drop հրամանով։ Քանի որ աշխատանքը շարունակելու ենք նախորդ դասին ստեղծված հարցման մեջ, բացենք այդ ֆայլը։ Շատ հաճախ անհրաժեշտ է լինում աղյուսակում արդեն եղած տվյալները փոփոխել։ Դրա համար օգտագործում ենք update հրամանը։ Update հրամանը օգտագործվում է տվյալների աղյուսակում արդեն գոյություն ունեցող տողերը փոփոխելու համար։ Այն չի ստեղծում նոր տող, այլ փոխում է նշված պայմանին համապատասխանող տողերի նշված դաշտերի արժեքները։ Update հրամանի ընդհանուր կառուցվածքը հետևյալն է, որտեղ update students կիրառում ենք, երբ ուզում ենք փոփոխություններ անել students աղյուսակում։ Երկրորդ տողում set-ով փոխում ենք տրված սյուների արժեքները։ Այսինքն տվյալ տողում age-ը դառնում է 22, name-ը դառնում է Դավիթ։ Եվ երրորդ where ID-ն հավասար է 1 տողով, տալիս ենք պայման փոխել այն տողը, որի ID-ն հավասար է 1։ Եթե չգրենք where պայմանը, ապա այդ փոփոխությունը կկատարվի աղյուսակի բոլոր տողերի վրա։ Այդ պատճառով պետք է խիստ ուշադիր լինել update հրամանը կիրառելիս։ Հիմա հրամանը տանք կատարման և տեսնենք արդյունքը։ Ինչպես տեսնում եք, առաջին ID-ին համապատասխան տողում տվյալները փոխվել են։ Խոսենք alter հրամանի մասին։ Եթե ցանկանում ենք արդեն իսկ ստեղծված աղյուսակի կառուցվածքը փոխել, ապա օգտագործում ենք alter հրամանը։ Alter հրամանով կարող ենք ավելացնել սյուն, ջնջել սյուն, փոխել սյան տիպը, ավելացնել կամ ջնջել սահմանափակումներ, օրինակ primary key, foreign key, unique, check, օրինակ ավելացնենք մեր աղյուսակին մեյլերի սյուն։ Արդյունքում կունենանք ահա այս աղյուսակը։ Ինչպես տեսնում եք, email սյունը ավելացել է։ Delete հրամանն օգտագործվում է աղյուսակից տողեր հեռացնելու համար։ Օրինակ students աղյուսակից ջնջենք 3 ID համար ունեցող տողը։ Այստեղ delete from հրամանի կողքին նշում ենք աղյուսակի անունը և վերով տալիս ենք պայման, որ ջնջի այն տողը, որի ID-ն հավասար է 3։ Այստեղ ևս where պայմանը չգրելու դեպքում աղյուսակի բոլոր տողերը կջնջվեն։ Truncate table հրամանը ջնջում է աղյուսակի բոլոր տողերը միանգամից։ Օրինակ ջնջենք students աղյուսակը։ Հիմա select հրամանով կտեսնենք, որ աղյուսակն արդեն դատարկ է։ Ի տարբերություն delete հրամանի, truncate-ի դեպքում չենք կարող ընտրել, թե կոնկրետ որ տողը ջնջի, սակայն այն աշխատում է ավելի արագ, քանի որ տող առ տող չի անցնում աղյուսակի վրայով։ Ի տարբերություն delete-ի, որը ջնջում է միայն տվյալները, բայց պահպանում է աղյուսակի կառուցվածքը, SQL-ում drop հրամանը հեռացնում է ամբողջ աղյուսակը։ Drop հրամանն օգտագործվում է ընդհանրապես ամբողջական օբյեկտներ ջնջելու համար, օրինակ աղյուսակ, տվյալների բազա, սխեմա, ինդեքս և այլն։ Երբ drop-ով որևէ օբյեկտ է հեռացվում, այն այլևս հնարավոր չէ վերականգնել։ Օբյեկտն ամբողջությամբ անհետանում է տվյալներով և կառուցվածքով։ Օրինակ drop table հրամանը հեռացնում է ամբողջ աղյուսակը բազայից։ Ջնջվում են աղյուսակի բոլոր տվյալները, աղյուսակի կառուցվածքը և դրա վրա ստեղծված կապերը, constraint-ները, ինդեքսները և այլն։ Այսինքն drop-ից հետո աղյուսակը պարզապես այլևս գոյություն չի ունենա։ Օրինակ, եթե կիրառենք drop table հրամանը
մեր ստեղծած students աղյուսակի վրա, այն ամբողջությամբ կջնջվի։ Հաստուգենք արդյունքը։ Ինչպես տեսնում եք, բերում է սխալ, քանի որ students աղյուսակ այլևս գոյություն չունի։ Նշեմ նաև, որ SQL-ի առավել խորացված գիտելիքներ ձեռք բերելու համար կարող եք այցելել excelist.am կայք, SQL Basics դասընթացի բաժին և ծանոթանալ մանրամասներին։ Այստեղ կարող եք տեսնել յուրաքանչյուր դասի թեման ևս։